Առաջ, ճիշտ է ժողովուրդ ջան։ Եվ մենք հիմա Գանձակարիցակար ճանապարհի վրա ենք երկու հատ տեղադրում, որի հարևանությամբ կա պատմական կամուրջ, բայց ես չեմ մոռացել, որ մեր եւ նոր ավտոբուսում էլ ասում էի, որ եւ Խաշթառակում եւ Աղթալայում մենք պիտի կառուցենք մի գեղագիտական բարձր արժեքով մի այդպիսի կամուրջ, որպեսզի ոնց որ Սանահինի կամուրջն է, որ 14 դար հետո գալիս այդ կամուրջը տենում ենք, ասում ենք մեր նախնիները էս ինչ շինարար են եղել։ Աղթալայում մենք պիտի ունենանք այնպիսի կամուրջ, որ Հայաստանի քաղաքացիները 14 դար հետո գան, ասեն, այ մեր նախնիները տեսեք ինչ բարձրարժեք շինարարներ եւ բարձր գեղագիտություններ ունեցել, որ Աղթալայում սենց կամուրջ են տեղադրել։ Եվ սա ուղիղ կապ ունի Հայաստանի պետության հարատևության մեր օրակարգի հետ, որովհետև ասում ենք մենք հաղթահարել ենք այն ցիկլը, երբ որ մենք մտածում ենք դե տոնզատիկը անցնի տենանք ինչ կլինի, նոր տարին անցնի տենանք ինչ կլինի, սփխեչը անցնի տենանք ինչ կլինի, մենք հաղթահարել ենք ժողովուրդ ջան այդ ցիկլը, մենք հաղթահարել ենք, հիմա մենք մտածում ենք ոչ թե միջև զատիկ, միջև սփխեչ, միջև նոր տարի, մենք մտածում ենք մինչև 2050 թիվ, մենք մտածում ենք մինչև 2100 թիվ, մենք մտածում ենք մինչև 2500 թիվ, մենք մտածում ենք մինչև 3000 թիվ, որտեղ Հայաստան պետությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է լինի երկիր մոլորակի վրա որպես միջազգային հանրության արժանապատիվ եւ լիարժեք անդամ։ Եվ սա է այն օրակարգը, որով ես եկել եմ 2026 թվականի